Բարերար Սամվել Կարապետյանի վարկանիշը հանրության առաջ իջեցնելու, նրա մեկուսացնելու և մոռացության մատնելու փորձերը գործող իշխանությունների կողմից չեն դադարում։ Հաջակցություն բարերարի մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցվել են նրա լուսանկարով և ազատություն Սամվել Կարապետյանին գրությամբ պաստառներ, որոնք հեռացվում, ապա մոնտաժվում են իշխանական թիմի հրահանգով։ Օրերս ապամոնտաժվել է Հյուսիսային պողոտայում տեղադրված պաստառը, ինչը Երևանի քաղաքապետարանի պարզաբանմամբ խախտում էր և չէր համապատասխանում չափանիշներին։ Նույնը տեղի ունեցավ նաև հունիսի 30-ին։ Տաշիր առևտրի կենտրոնի պատին փակցված պաստառը հեռացվեց Երևանի քաղաքապետարանի կողմից։ Պարզաբանումը էլի նույնն էր՝ նորմերին չի համապատասխանում։ Տաշիր առևտրի կենտրոնի ներսում վաճառք իրականացնողների համար կատարվածը անընդունելի է և որևէ բացատրություն չունի։ Երկար տարիներ է, որ աշխատում ենք այս բնակավարում, ոչ մի ավելորդություն, բացի լավից, չգիտեմ, սա քաղաքական հարց է, ինչպես են իրանք դա ուսումնասիրել, որ նա արժանացել է դրան։ Ամեն դեպքում մենք դրական ենք իր մասին, էլի կողմնակից ենք, որ իրան ազատ արձակեն, որովհետև մեր Հայաստանի պայմաններում բարերարները շատ քիչ են, որովհետև դրա կարիքը շատ ունի մեր հայ ազգը, իսկ եթե ամեն բարերարի հանդեպ տենց վերաբերմունք ցուցաբերենք, բնականաբար Հայաստանում մատերի վրա կարող ենք հաշվել նման մարդկանց։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ին բարերար Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը միշտ եղել է հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, և եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք էլ իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այս հայտարարությունից հետո Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով և այժմ գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում։